Վարպետ Վաչիկը բազմամյա վարորդ է, դժգոհում է, ասում է Երևանում խցանումները արդեն դարձել են ոչ թե ժամանակավոր անհարմարություն, այլ առօրյա իրականություն։ Չէ, չեմ քշեմ ախպեր, լուչի չքշեմ, կասե ես պրոստե հիվանդ էր, պետք է տանեի բժշկի, բարեկամս էր, ստիպված։ Ձեր մեքենան չեք։ Իմ չեմ քշի, ներվեր չունեմ ես ես։ Ամեն առավոտ եւ երեկո մայրաքաղաքի տարբեր փողոցներում ձևավորվող մեքենաների երկար շարքերը ստեղծել են մի իրավիճակ, երբ անգամ կարճ տարածությունը հաղթարել է կարող է ժամեր տևել։ Քաղաքային երթևեկության կազմակերպման հարցում առկա ճանապարհների գերբնվածությունը եւ վարորդական մշակույթի խնդիրները միասին ձևավորում են այն փակ շրջանը, որի մեջ հայտնվել է մայրաքաղաքը։ Խնդրի լուծման համար վարչապետի հանձնարարությամբ ճգնաժամային կառավարման հանձնաժողով էլ ստեղծվեց, որի կազմում ներգրավված մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ հրատապ կոնկրետ լուծումներ պետք է առաջարկեին։ Շեշտը լինելու է իհարկե հանրային տրանսպորտի էլ ավելի զարգացման, ավտոմեքենաների հենց բուն մարդատար ավտոմեքենաների որոշակի սահմանափակումների։ Պատասխանատուները պարզաբանում են, թե ավտոմեքենաների թվի աճով երթևեկության կազմակերպման մարտահրավերները ևս աճում են։ Այս հանձնաժողովի աշխատանքի կարևոր ուղղություններից է լինելու երթևեկության կարգապահության մակարդակի բարձրացումը, որը համակարգային աշխատանք է պահանջում։ Բայց դա էլ պետք է հասկանանք, որ մի X պահի այլ վարչական որոշումներ պետք է կայացնենք, որովհետև փողոցների ծավալը անսահմանափակ չի։ Մասնագետները հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ սակայն այլ կարծիք ունեն, ասում են միայն հանդիպումներ, քննարկումներ անցկացնելով սայլը տեղից չի շարժվում։ Այս հարցում պետք է օգտվել միջազգային պրակտիկան կիրառվող մեթոդներից, օրինակ ավելի շատացնել միակողմանի փողոցները։ Ավտոբուսների համար առանձնացված երթուղի է առանձնացրեցին բոլոր զարգացած երկրներում այդ երթուղիով նաև երթևեկում են տաքսիները։ Դրա համար պետք է այդ ոլորտը կարգավորվի, լիցենզավորվի, առանձնացվի։ Թե հետիոտները, թե վարորդները պետք է տիրապետեն երթևեկության կանոններին, նկատում են մասնագետները։ Նրանց կարծիքով խցանումների առաջացման առաջնային պայմաններից է մեքենաների անընդհատ մի գոտուց մյուսը տեղափոխվելը, իսկ անձնական մեքենաների շահագործմանը վերաբերող սահմանափակումները մասնագետների գնահատմամբ երթևեկության կազմակերպման միջոց պետք չէ դիտարկել։ Կենտ համարներով մեքենաները պետք է զույգ օրերը չքշեն կամ զույգ համարներով մեքենաները կենտ օրերը չքշեն։ Աբսուրդ է։ Մարդկա ստուգանելու համար ինչ-որ մեծ համակարգ են մշակում։ Երևանի խցանումները դարձել են քաղաքային կյանքի անբաժանելի մասը։ Փորձագետները նկատում են, շարունակում է բաց մնալ հարցը. արդյոք մայրաքաղաքը ի վերջո կկարողանա դուրս գալ այս փակ շրջանից։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։